The community. Որտեղ ես ծնվել։ Երևանում։ Մի քիչ պատմի մեզ Երևանի քո կյանքից։ Մինչև Միացյալ Նահանգներ տեղափոխվել է։ Ինչպիսին էր քո կյանքը Երևանում։ Շատ լավ էր։ Զբաղվում էի ռեստորան ունեի Երևանում, ճիշտն ասած։ Չնայած որ մի քիչ ավելի փոքր տարիքից գնամ 7-րդ դասանում կոմպյուտերանոց էինք բացել։ Բակի տղաներով։ Հենց մեր տան տակ էր, չէ, դասարանցիներով, 4 դասարանցիներով, այն որ ասում եմ փող գցվեցինք, այդ կոմպյուտերանոց բացեցինք։ Այն ժամանակ Sega կոմպյուտերներ կար, նոր էր դուս եկե։ Ու տենց ճիշտն ասած հերթի տակ աշխատում էինք, մեր կոմպյուտերանոցը տենց լավ հերթ էր, էլի, հրապարակում էր հենց։ Թանգարանի հետևն էր մեր տունը, հենց մեր տակն էլ առաջ բառ էր, բայց 90-ականներից երբ որ լույսերը անջատեցին, արդեն փոխեցին կոմպյուտերանոցի, հենց որ լույսերը տվեցին։ Հետո ինչ է կարել։ Դրանից հետո էլ արդեն երեխա ժամանակ։ Սովորել եմ մանկավարժականում, գնացի բանակեկա, հետո աշխատեցի որպես խոհարար եւ բացեցի ռեստորան արդեն։ Մանկավարժականը ինչ է իր ընտրել։ Այդ այն բաններ են, որ տնեցիք որոշում էին բոլորիս տեղը։ Մանկավարժականում, բայց կուլտուրայի ֆակուլտետ, այսինքն կինո ռեժիսուրա։ Ահա։ Այդ եմ ավարտել։ Հա, հետո։ Բայց տարեկետում վերցրեցի, գնացի բանակեկա, նորից շարունակեցի։ Որտեւ ուզում էի տենց շուտ ծառայի գա, էլի։ Կա պատանեկության տարիներից մի երազանք, նպատակ ասենք, որ մինչև այսօր դեռ չես կարողացել կատարես։ Չէ, չկար, փոքր ժամանակվանից երազել էի, որ գայի Ամերիկա, որտեվ այստեղ բարեկամ ունենք, տատիկս գալի գնում էր, ու տենց նկարներ էր ցույց տալի Դիսնեյլենդում, բան, ու տենց միշտ երազում էի, որ գայի Դիսնեյլենդը տեսնեի, ասում էի, ես գնալու եմ Դիսնեյլենդը տեսնեմ, այնա մեծացա նոր եկա տեսա։ Մեզ հաճախ էստեղ այսպիսի հարց են տալիս հայերիս, որ ձեր գործերը այնտեղ լավ էր, ինչի եք եկել ստեղ։ Հիմա քոնը հասկացանք, որ երազանք էր Միացյալ Նահանգներ գալը, բայց երբ էր այն պահը, որ դու ասում ես, որ գործերդ այնտեղ շատ լավ էին, ռեստորան ունեիր, ոչինչի կարիք չունեիր, բայց երբ էր այն պահը, որ որոշվեց, որ ահա, հենց այս պահը եկել է, ես արդեն պետքա գնամ։ Ինչն էր պատճառը։ Ինչն էր պատճառը, ասեմ, ինչն էր պատճառը։ Ռեստորանի դիմացը, իմ ռեստորանի դիմացը գտնվում էր Բաղրամյան պողոտայում, ինքը շատ հայտնի ռեստորան էր, կոչվում էր Sherlock Holmes։ Գարիկի մոտ հանգստյան գոտին Palm Springs-ում ձեր վստահելի հանգստավայրն է։ Գարիկի մոտ առաջարկում ենք հարմարավետ տներ եւ անզուգական մթնոլորտ։ Վայելեք անհոգ հանգիստ միայն Գարիկի մոտ։ Ուրեմն այդ դիմացը քանդեցին ու այդտեղ մոստ էին կառուցում, հենց Բաղրամյանի մոստը, դեպի բարեկամություն։ Ու փակեցին։ Մոտավորապես մի 8-9 ամիս տևեց, ու դե ոչ մեկ չէր կարողանում գալ ռեստորան, որովհետև բոլորը մեքենաներով էին իմ ռեստորան գալի, դեպուտատներ, միլպետներ, բոլորը տենց վարորդներով ու գործը կանգնեց։ Ու այդ ժամանակ մտա դեսպանատուն ու տենց միամիտ են էլ ստացվեց գալը, որովհետև դրանից առաջ 17 տարեկան էի, ուսանողականով մտա, մերժեցին։ Բայց այս անգամ մտա, թողեցին։ Ոնց որ ճակատագիր էր էլի, որ հենց այդ անգամ պետք է մտնեմ ու գամ։ Քանի տարի է բնակվում ես Միացյալ Նահանգներում։ 17։ Ինչի են հայերին ասում, երբ որ տեղափոխվում եք Միացյալ Նահանգներ, շատ հեշտ է ապրել Գլենդելում։ Քո կարծիքով։ Իմ կարծիքով, որովհետև Գլենդելում հայությունը շատ է եւ նորեկացները անգլեն չգիտեն։ Իրանց համար հեշտ է մտնեն խանութ, մտնեն հիվանդանոց, մտնեն, չգիտեմ, բանկ եւ խոսալ հայերեն, հայրի հետ շփվեն, համե ոտի ճանապարհ կա Գլենդելում եւ կարաս սկզբից մեքենա չունենաս, ոտով քայլես, գնաս քո գործերը գոնե անես։ Իսկ ուրիշ տեղեր ինձ թվում է շատ դժվար է մեքենայապետ եւ լեզու։ Դրա համար հայերը գալիս են Գլենդել, համետ բոլոր ծանոթները Գլենդելում են իրանց, կանչում են Գլենդել կամ չգիտեմ, Նորթ Հոլիվուդ։ Գիտեմ, բավականին ժամանակ է անցել, բայց կհիշես առաջին զգացողություններդ, երբ առաջին անգամ հայտնվեցիր Միացյալ Նահանգներում։ Հա, առաջին զգացողությունը այն էր, որ առավոտ շուտ արթնացա, ու ընկերներիս տունն էր գիշեր մնացե, ու տենց արթնացա, հեռախոսս վերցրեցի ու տենց իջա Գլենդելով քայլելու, որտեղ մարդ չկար ու չգիտեի ինչ անեի, ասի իջնեմ նայեմ ու տենց փողոցները գրելով գնում էի, իսկ եսի աչարեցի, այնի ձախարեցի, մինչև հասա Ջոնս։ Հասա Ջոնս մարքեթ, մտա այդ մարքեթը նայեցի բան,
Վերջինը հայկական քարտ էի ուզում, մեկին մոտիկացա անգլերենով ասեցի հայկական քարտ եմ ուզում, տենց իմ ջարդած անգլերենով, բան։ Մեկ էլ էս կինը սենց այս, հա հայկական քարտ ես ուզում, բան, ես զարմացած ես որտեղից հայերեն գիտի ու տենց Ջոնսով գոռաց սերոշ մի հատ այն քարտերից վեր։ Դա իմ համար բան էր, զարմացած էի, որ ստեղը տենց մտել եմ խանութ ամերիկյան տեղ ու հայկական են խոսում, որտեղ միջև գալս ոչ մի բան չգիտեի, որ ստեղ այդքան շատ հայեր կան Գլենդելում։ Դե պարզա, բնականաբար առաջին օրը հայտնվել ես, չես հասկանում դեռ ինչով պիտի զբաղվես, բայց կային վախեր կամ, չգիտեմ, այնպիսի նյարդային վիճակներ, որ հասկանայիր, որ գտնվում ես մեծ երկրում ու չես պատկերացնում ինչ պիտի անես, այդպիսի զգացողություններ ունեցել ես։ Չէ, ընդհանրապես չեմ ունեցել այդպես զգացողություններ, вообще ես կյանքում ռիսկային եմ, սիրում եմ ռիսկի գնալ ու այս անգամ էլ եկա ռիսկով, ռիսկի գնացի ու այտենց չեմ մտածում վախերի մասին, թե քայլանելուց ինչա լինում։ Քայլանում եմ, նոր ինչ որ մի բան եղավ, փորձում եմ շրջանցել կամ ինչ որ անցնել իմ կետին գնալ, հա, բայց վախ չեմ ունեցել, չէ։ Իսկ երբ որ գալիս էիր, մտածում էիր, որ ինչ գործել լինի անելու եմ, թե կոնկրետ ինչ որ մտքեր ունեիր, որ պիտի գաս այստեղ այդ գործով զբաղվես։ Չէ, որ գալիս էի, ասում էի, դե ինչ կլինի, սկզբի ժամանակները ինչ է լինի կանեի։ Ու հենց եկա մի 5 օր հետո անցա գործի շեֆ խոհարար։ Որ գործն ա եղել, որ արել ես ու մինչև այսօր մտածում ես, որ ես հպարտանում եմ ինձանով, նույնիսկ այդ գործն եմ արել այստեղ։ Դե այդ մի քանի գործն եմ ճիշտն ասած արել, շեֆ խոհարարը, որը սիրում եմ ես։ Ահա։ Միշտ փոքր ժամանակվանից արել եմ, եկել եմ ստե աշխատել եմ, հետո արդեն ինքս եմ բացել, սկսել եմ տիրամիսու սարքելը, չնայած որ եկել է արդեն միշտ մտածում էի, ասենց ասում էի, որ բռնեմ տենց լիստով տիրամիսուներ սարքեմ, տանեմ խանութները հանձնեմ, հələ այն ժամանակ, բայց տենց փող չունեի, միքսեր չունեի, տեղ չունեի, ծանոթություն չունեի, ոչ մի բան չունեի, միշտ չեմ կարողացել դա իրագործել մինչև այս վերջերս։ Երբ տեղափոխվում էիր այստեղ, դե բնականաբար ունեիր ընկերներ, բարեկամներ էլ կունենայիր, այսպիսի մի բան կա, չէ, ասում են Ամերիկա, որ տուրիստ ես գալիս, բոլորն ուզում են քեզ տեսնել։ Բայց երբ որ գալիս ես մշտական բնակության, մարդկանց 90%-ը կորում է։ Դու այդ ընթացքում ընկերներ, բարեկամներ կորցրել ես։ Ճիշտ ասած, ես ընկեր եմ ունեցել, եկե մի հոգի բարեկամ եմ ունեցել ու էլ տենց մարդ էլ չեմ ունեցել այստեղ։ Մենակ այդ մի ընկերս ա եղել, եկել եմ հենց իրանց տունն էլ մնացել եմ։ Ու մինչև հիմա ինքը կա չի կորել, փառք Աստծո, չեմ կորցրել, չէ։ Իսկ քո շրջապատում կան մարդիկ, որ այդ ճանապարհով անցել են ու դու տեսել ես դա։ Թե ինչպես են իրենց շրջապատից կորում մարդիկ։ Շատ եմ տեսել, շատ են գրում, շատ են գրում, շատ խնդիրներ են գրում իրանցից, պատմություններ են պատմում մարդիկ, որ ես բոլորի հետ խոսում եմ, բոլորին լսում եմ ու այնքան բան գիտեմ այդ ձեր ասած պատմությունները, որ մի քանի ամիս պատմեմ, չենք հասցնում, նկարահանենք, շատ է լինում, այդպես բաներ շատ է լինում, բայց էդ էլ մեղադրելու չգիտեք, այնքան է եղել, որ գալիս են նոր եկած եւ բարեկամների գլխին ինչ ասես անում են, քցում են, քաշում են, այս մարդիկ օգնում են, իրանք անշնորհակալ են լինում եւ երկրորդ բարեկամը երբ որ գալիս է, իրանք արդեն են որ sense հոգնած, որ չեն էլ ուզում արդեն տեսնել, իրանց էլ չեն մեղադրում հիմա, որովհետեւ այն մարդկանց պատճառով դժում են այս մարդիկ, ովքեր լավն են, նորմալ են եւ շնորհակալ են։ Իսկ ինչպես եւ երբ որոշեցիր զբաղվել բլոգինգով։ Բլոգինգով որոշեցի զբաղվել 2013 թվականից, երբ Instagram-ը նոր էր բացվել եւ անգամ վիդեոներ չէր թողում տեղադրել, այլ տեղադրում ենք մենակ ֆոտոներ։ Բոլորը ասում են հələ, այս ինչ անկապ ֆոտոներ են տեղադրում, այս ինչ սայթ է, բան, Facebook-ը ավելի լավ էր այն ժամանակ, բայց ես այն ժամանակից է հասկացա, որ ապագա կա այս Instagram-ի մեջ, էլի։ Ու սկսեցի post-եր անել, նկարներ։ Հենց հավաքում էի մի լայք, երկու լայք։ Հա, այդ ժամանակ ռեստորանային գործով զբաղվում էիր։ Հա, այդ ժամանակ զբաղվում էի։ Ուտեստներ նկարում էիր։ Ուտեստներ նկարում էի, ուտեստները գցում էի համատեղ համ YouTube, YouTube-ում վիդեոներ էի գցում։ Այն ժամանակ հիշում եմ Sony Ericsson բան կար, այտենց հեռախոսներ կար, այդ Sony Ericsson ունեի ու լավ նկարում էր։ Այտենց վիդեոներ էի անում, իմ պատրաստած դիզայն արած ձմերուկները, եմիշները,
կամ սեղանները, որտեղ որ աշխատում էի, այդտեղ բանկետ էինք տալի ու գցում էի YouTube։ Մինչև այսօր էլ կա YouTube-ում այդ նկարները եւ վիդեոները։ Քո էջում մի քանի տեսակի կոնտենտ կա։ Ըստ իս դա լավ է։ Էջը ավելի առողջ է բաղում ու աշխուժապա։ Ինձ համար ամենայն դեպս դա այդպես է։ Հետաքրքիր է լինում, երբ որ տարբեր ինֆորմացիաների ես տիրապետում։ Քո էջը հիմնականում ավելի ինֆորմատիվ է։ Բայց քո աուդիտորիային որ կոնտենտն է ավելի հոգեհարազատ, որն են ավելի շատ դիտում։ Ավելի շատ դիտումները հավաքում է ընտանեկան կոնտենտները, կին երեխա հարաբերություն, այսինքն կին ամուսին հարաբերություն, երեխա ծնողներ, տատիկ, պապիկ, այդ են ընտանեկան կոնտենտները, որը գիտեք ինչի հավաքում, որովհետև բոլոր մարդկանց տները այսօր կա խնդիրներ, ու երբ որ դու խոսում ես այդ խնդիրներից, դա ոնց որ գնում է մտնում է այդ մարդկանց տները, որտեղ 90%-ի մոտ գոնե այդ խնդիրներից մեկը լինում է, որտեղ գիտեք այսօր շատ դժվար է, բաժանությունները շատ են, խնդիրները շատ են, եւ այդ կոնտենտները ոնց որ իրանց սրտով է լինում եւ այդտեղից էլ արդեն գնում է հարցերը, իրանց պատմությունները, արդեն մարդիկ կիսվում են իմ հետ, ես էլ նոր կոնտենտ եմ ստեղծում հենց իրանց պատմության հիման վրա, որը էլի գնում է կպնում է մյուսներին։ Այա նշեցիր, որ բաժանությունները հիմա շատ են։ Ես համաձայն եմ քո հետ ու մի քանի հյուրերի հետ դա քննարկել ենք։ Քո կարծիքով ի՞նչն է պատճառը։ Ինչն է պատճառը բաժանությունների, ես կասեի ավելի այդ կողքի մարդկանց կարծիքը հաշվի չառնելը եւ մարդիկ ավելի անկախ են ու գիտեն որ մի հատ կյանք են ապրում եւ պետքա լավ ապրեն։ Այն ժամանակները ամաչել են հարևանից, բարեկամից, ծնողներից, բոլորից ամաչել են ու ընդունված է չի եղել, երբ որ մարդ բաժանվել է, ասեն են, հետո ասեն են փչացածի մեկն է, ինչ որ բաժանվել է, բայց հիմա այդ ամեն ինչը ոնց որ փոխվել է։ Մարդուն եթե հետաքրքիր չի, լավ չի, այսինքն այդ մարդը ամեն օր զարթում է եւ իր համար լավ չի, այս մարդու տվյալ այդ ապրելը, որոշում է բաժանվի։ Իսկ մի հատ էլ հարց կա, որ ասում են Ամերիկայում ավելի շատ է բաժանությունները, քան թե Հայաստանում, այդ գալիս են ստեղ, մտնում տենց ազատություն են ստանում, բաժանվում են։ Այդ հարցին էլ եմ ուզում բոլորին պատասխանեմ, որ Ամերիկայում ինչ են գալի եւ բաժանվում, որովհետեւ գալիս են ստեղ եւ անկախանում են, այսինքն իրանք կարողանում են ոտքերը պինդ քայլեն ու այդ մարդուց բաժանում են, որովհետև այնտեղ չեն կարողացել բաժանվել, որովհետև կան ծնողներ, հարևաններ, բարեկամներ եւ այդ ամեն ինչը թույլ չի տվել նրանց ստիպված ապրել են, ստեղ եկել են, գործ ունեցել են, աշխատել են, նոր ասել է ես իմ տանվարձը, մեքենա, չգիտեմ, ես քան բանը դզեմ, այդ մարդուց բաժանվել։ Դա էլ դրա պատճառն է, որ ստեղ ավելի շատ են բաժանությունները։ Քանի խոսում ենք քո ընտանեկան կոնտենտից, մի փոքր ուզում շարունակեմ այդ ամուսնալուծությունների թեման։ Առաջներում մեր ծնողները մեծամասնությունը 90%-ը չէին ամուսնալուծվում, մտածելով, որ այդ քո ասածը ամոթ է։ Հիմա շատ երիտասարդներ ամենաչնչին խնդրի դեպքում ճամփրուկները կանայք հավաքում գնում են կոպիտ ասած հերանց տուն։ Ինչ ես կարծում, որն էր ճիշտ։ Դիմանալը, թե ինչ որ մի խնդրի դեպքում ուղղակի թողնել ու գնալը։ Ոչ դիմանալը, ոչ է ինչ որ մի խնդրի դեպքում գնալը։ Այդ մեզ է թվում, որ ինչ որ մի խնդիր է։ Դրա ոսկե միջինը որն է։ Չէ, այդ մարդու մեջ այնքան բան է կատարվում, դուք չեք իմանում։ Դրա համար ինքը գալիս է մի կետ տարիների ընթացքում, նոր մի օր որոշում է օրինակ բաժանվել։ Բայց այդ կողքից տեսնողները ասում են, վայ, արթնացավ, բաժանվեց, որտեվ չգիտեմ, մի շաբաթ առաջ իրանք դերասանական վարպետությամբ մտել էին օրինակ բանկետոլ մեկի հարսանիքին, իրար հետ շփվում են, բան, հետո գնում են տուն, չեն խոսում իրար հետ։ Այսինքն մենք տեսնում ենք ուղղակի դրսի մակերեսային է, բայց չգիտենք թե ընտանիքի ներսում ինչ է կատարում եւ ինչն է դրթել, որ եկե հասել է դրան, որ բաժանություն է տեղի ունենում, ինչ չի թվում, որ ոչ մեկ էլ այսօր չի ուզի բաժանվել ինչ որ մի ստից բանի պատճառով։ Պետք է երկար տարիների ժամանակ անցնում եւ լիքը մեջը բան կա, որ ասում է ռուսերեն ասեն, «Чужая семья темный лес», այսինքն մութ է։ Ընտանիքում դուք չեք կարա իմանալ թե ինչա կատարվում այդ մարդու ներսում։ Ինչ ես կարծում, հանուն ինչ որ բանի,
հանուն օրինակ երեխաների, որ ասում են պետք է պահպանել ընտանիքը։ Համաձայն ես այդ մտքի հետ։ Չէ, հանուն երեխաների չես կարող պահպանել ընտանիքը, հակառակը երեխային ավելի կվնասես դրանով, երբ որ երեխան տնա ընտանիքում վատ մթնոլորտ է, ավելի շատ վնաս կտաս, քան թե առանձին ապրես, երեխան քո մոտ երջանիկ լինի եւ մյուս ծնողի մոտ էլի երջանիկ լինի, այսինքն չտենա այդ կռիվները, այդ իրար վրա մունատ գալը, իրար հետ չխոսալը, դա ավելի վատ է, ավելի վատ մթնոլորտում է մեծանում։ Անառողջ մթնոլորտ։ Անառողջ, այո։ Հաջորդ կոնտենտը, որ ինձ համար շատ հետաքրքիր է, ու ես ուզում եմ ամենակարևոր բանը իմանամ։ Որտեղից ես իմանում այդ նորությունները, որ տենց արագ քո էջում տեղադրում ես։ Ո՞վ է քո տեղեկատվական աղբյուրը, ովքեր են կամ որտեղ է։ Ասեմ, որ ես շատ եմ research անում, Ահա։ միշտ մտնում նայում եմ նորությունները։ Միշտ ամեն վարքյան մտնում նայում եմ եւ երբ որ ես արդեն նորություններով հետաքրքրվում եմ, իմ մոտ միանգամից այդ նոր նորությունները բերում եմ։ Այսինքն Instagram-ի ալգորիթմը գիտի ես ինչ եմ նայում, ու միանգամից իմ մոտ բերում է, որ բերում է ես էլ վրաս կոնտենտ եմ անում եւ դուրս եմ տալի դուրս արդեն։ Կարող եմ մեկ-մեկ news-երից շուտ ալ գալիս։ Հիմա դու նաև SMM-ով ես զբաղվում։ Ինքդ ես կարողացել տարիների ընթացքում հասկանալ դրա գաղտնի գործիքները, թե ինչ որտեղ սովորել ես։ Չէ, չեմ սովորել եմ իմ փորձով մենակ։ Ինքս եմ հասկացել, թե ինչա պետք, որովհետև շատ եմ փորձել, շատ։ Տարբեր կոնտենտներ, տարբեր ձևի բաներ եմ փորձել, որ հասել եմ ինչ որ մի հատ կետի, որտեղ հասկացել եմ, թե ինչա պետք մարկանց եւ ոնց կարելի է բիզնեսը ներկայացնել մարդկանց։ Եթե տեսել եք, ես այտենց գովազներ չեմ սիրում, որ ինչ որ մեկը օֆիսում նստած այտենց բարև ձեզ, այսօր մենք ուզում ենք ձեզ ներկայացնել, ցո մարդը չի նայում։ Մարդունը 3 վայրկյանա թերթում է։ Պետք է անկեղծ խոսած մարդկանց հետ եւ ուղիղ, այսինքն մարդկանց հետ կապը ուղիղ լինի։ Այտենց օֆիսային բաներ էլ չեն էլ նայում։ Շատ եմ տենում TV-ներով այտենց գովազդ են անում, բայց չի աշխատում։ Չի աշխատում։ Մարդիկ էլ այտենց բաները չեն նայում, չէ։ Հետաքրքիր չի։ Շատ հաճախ քեզ տեսնում եք ChatGPT-ի հետ կռիվ տալուց։ Ինչ ես կարծում։ Մի քիչ լրջացնեմ թեման։ Ինչ ես կարծում։ Ինքը վտանգավոր է մարդկության համար։ Վտանգավոր կարա վտանգ լինի, Ուր է բայց տանում վտանգավոր մեզ չի։ Ես կարծում եմ, որ վտանգավոր չի, բայց շատ մարդիկ տեսնում են, որ վտանգավոր է, անգամ այն օրը մեկը զանգել էր, այնց Instagram-ով զանգել է, ասում Արսեն ջան, մի բան պիտի ասեմ, ինչ ալնելու մեր վերջես ChatGPT-ով վախեցած էր, բայց վախենալու բան չկա։ Ամեն տեխնոլոգիա, որ գալիս է, հետը բերում է իր լավ կողմերը եւ վատ կողմերը։ Ամեն ինչը։ Հիմա բոլորը ասում են, հեսա աշխատանքը կորցնելու ենք, AI-ը եկել է, ռոբոտաքսիները եկել են, բայց չէ որ գնանք 100 տարի առաջ, բոլորը մարդիկ են, չէ՞ անում։ Հիմա 90%-ը ռոբոտներն են անում, բայց մենք գործում ենք։ Ահա։ Այսինքն գործերը փոխվում է։ Հա։ Հիմա մեծ մարդիկ մահանալու են Աշխատանքի գնան։ բնույթն է փոխվում։ Նորեկները, ովքեր ծնվում են, իրանք ուրիշ մասնագիտություն են սովորելու։ Իրանք ընդհանրապես խնդրեմ չեն ունենալու գործի խնդրեմ ունենալու են մեծ տարիքովները, որոնք էլ չեն կարողանում այս կյանքի հետ առաջ գնալ, մնացել են 5 գործերին, դա էլ արդեն ժամանակը գալիս է մահանում գնում են մարդիկ, նորը ծնվում է, ու տենց կյանքը առաջ է գնում։ Դրա համար մեծերը ասում են, վայ, կորելու են, գործ չի լինելու, բայց լինելու է։ AI մասնագետներ են լինելու։ Սերունդների խնդիրը դերասաններ չեն լինելու, երգչուհիներ չեն լինելու շատ։ Սա AI-ա լինելու, բայց մարդիկ գործ են ունենալու։ Ահա։ Դուք օրինելու եք երգիչ, ձեր տեղը։ Ահա։ Եվ այդ երգիչը երգի օրինելու եք դերասան, այդ դերասանը խաղակինոներում, AI ձերս առաջարկությունն է գալու ձեր դերասանին վերցնեն, որտեղ շատ լավ դերասանը հայտնի է դարձել, օրինակ Հոլիվուդը վերցնի եւ այդ ձեր AI-ին ուղղակի իր կինոյի մեջ դնի։ Ձեզ փող տա։ Ավելի շատ է գումար աշխատել։ Հասկացա։ Նույնն էլ տաքսիները, Uber-ի վարորդները չեն լինելու։ Ամենաշատը 2 տարի է տևելու, ընդհանրապես Uber-ի վարորդ չի լինելու։ Բայց կարաք դուք մեքենան առնեք, դուք մեքենան առնեք, մի հատի տեղը 2 հատ։ Ահա։ Ուղղակի դնեք գործի մեջ, ձեր տեղը գնաք շի գա։ Բիզնես է սովորացնում։ Լսի արո։ 2 հատ ու վсё։ Ահա։ Դուք չեք քշելու։ Այսինքն դուք եք քշելու, չարչարվելու եք մի մեքենա, ցես կարաք 2 հատ դնեք, 5 հատ դնեք, ինքը գնա քշի գա։ Հա եւ ասեմ ավելին, մեքենան լինելու է արդեն տեղաշարժման միջոց։
Դուք գնելու եք ձեզ տանի գործի, ձեր երեխային տանի մանկապարտեզ, վերջում ինքը գնա ձեր տեղն մի գործանի, հետո գա ձեզ pick-up անի բերի տներով։ Շատ լավ տեսություն է։ Ես համաձայն եմ։ Դե տենց է Դու լինում։ համաձայն ես։ Չէ։ Ես սիրում եմ մեքենա քշել, այդ մոտորի ձենը, բենզինի հոտը, վառած բագրիշկիկը։ Հա ես չեմ սիրում։ Տես Ես տարբեր է դրանք չեմ սիրում ոչ մի բան։ Ոչ քշել, ոչ մոտորի հոտ, ոչ էլ վառած յուղի հոտ։ Բան, եղումներով բան չես դու մի հատ ծառ։ Չոտկով չէ։ Վատ կոմենտներ գրում են քեզ։ Գրում են։ Ու ինչ է։ Շատ չեն գնում, բայց գրում են։ Դե բնականաբար։ Որտեղ մարդիկ հա, տարբեր մարդիկ են տարբեր են գնանում, են մարդիկ։ տարբեր ձև են ընկալում։ Ահա։ Կան վատ գրում։ Իսկ ինչ ես անում։ Պատասխանում ես։ Չէ, բլոկում եմ անցնում եմ։ Այդ մարդը edge-ից վերանա ու տենց մարդիկ ավելի edge-ը դառնում է ավելի ոնց ասեմ, մաքուր, ավելի օրգանիկ, ավելի այդ չար աչքերից հեռու։ Արի, քանի որ ունես հնարավորություն իմ ու քո անունից, ես թույլ եմ տալիս քեզ, իմ ու քո անունից այդ վատ կոմենտ գրողներին մի հատ խորհուրդ տանք, ինչ տանք։ Այդ վատ ախր մենք չենք կարող խորհուրդ տանք, որտեղ այդ իրանց մեջից է գալի նախանձություն է, շատ է նախանձություն է։ Վատ կոմենտ գրողների 99%-ը նախանձ մարդիկ են, ասենց կասեմ։ Կասեմ նախանձ մի եղեք, ուղղակի լավ աչքով նայեք, կյանքը ուրախ է եւ բարի։ Նախանձ մի եղեք, էդ է։ Բոլոր նամակներին պատասխանում ես։ Գրած այո։ Ավելի հաճախ ինչ բովանդակությամբ են լինում նամակները, եթե իհարկե կարելի է ասես։ Տարբեր են լինում, նայած քոնթենթը, այդ օրը ինչ քոնթենտ եմ ես տեղադրել։ Հետո պոլիսի ավտոն ածլու։ Ընդեղից գալիս եմ, всё։ Բայց դե լավ են աշխատում իրան։ Ֆոտերի մեջով է քշում։ Ինձ է տանում, պես քի է ստեփել ֆոտերի մեջ։ Չգիտենք։ Դուր է գալիս երևի փափուկա։ Փափուկա։ Ավելի շատ ինչ բովանդակությամբ են լինում քո նամակները, եթե իհարկե կարելի է։ Հարցեր են տալի մարդիկ շատ, կախված էմիգրացիոն հարցեր կլինի, ընտանեկան հարցեր շատ են գրում, մեկի տղան է գնացել, չի գալի տուն, մեկի տղան մեկի հետ է կապն ով իրանից 50 տարի մեծ է 4 հատ երեխա ունի Մեքսիկա, սև, ասենց լիքը հարցեր է գալիս, որոնք պատասխան չեն կարող գտնել ծնողները, մեկը չգիտեմ ընկել է, ինչ որ մտել է ոչ թե եկեղեցի, այլ այդ ընտանեկան սիտուացիայից ընկել է ինչ որ սեկտաների ձեռքը, փողեր են քաշել իրանից, կամ խաբե բաների ձեռքն են ընդհանրապես ընկնում, զանգում են ինձ, գրում են ինձ։ Արսեն, ես քեզ մի բան եմ առաջարկում։ Արի դու YouTube-ում ընտանեկան հարցերով ոդկասթ վարի։ Ես կարծում եմ դու շատ մեծ հաջողություն կունենաս։ Փորձը շատ է, գիտես որն է խնդիրները մարդկանց, որովհետև նրանք քեզ հաճախ գրում են իրենց խնդիրների մասին։ Ես կարծում եմ շատ հետաքրքիր կլինի, կբարձրացնես նաև քո հետևորդներին անհանգստացնող հարցեր։ Ես դա քեզ շատ լուրջ եմ ասում, կարծում եմ քեզ մոտ լավ կստացվի, չգիտեմ ինչքանով կլսես ինձ, բայց համենայն դեպս ես այդպես եմ կարծում։ Գարիկի մոտ հանգստյան գոտին Palm Springs-ում ձեր վստահելի հանգստավայրն է։ Գարիկի մոտ առաջարկում ենք հարմարավետ տներ եւ անզուգական մթնոլորտ։ Վայելեք անհոգ հանգիստ միայն Գարիկի մոտ։ Խոսում ենք ամենակարևոր թեմայից, Արսեն։ Իմ համար շատ կարևոր է։ Ինձ համար շատ կարևոր է խոսել մեր ազգի եւ թերությունների եւ առավելությունների մասին։ Մեր առավելությունները ավելի շատ են։ Իմ կարծիքն է դա, չգիտեմ ում մոտ ինչպես, բայց մենք նաեւ ունենք թերություններ, որոնց մասին պետք է խոսել ու այնքան խոսենք, որ շտկվի այդ թերությունները։ Մենք համախմբված ենք այստեղ։ Քո կարծիքով։ Տեղ կա որ այո, տեղ կա ոչ։ Որն է այդ տեղը, որ համախմբված ենք։ Երբ որ ինչ-որ մի հատ վատ բան է լինում մեր հետ, սաղս համախմբվում ենք իրար հետ, բայց այնց առօրյա կյանքում չէ, որտեղ շատ կա նախանձություն, իրար հետ մրցակցություն։ Արսեն, որտեղից է գալիս այդ նախանձությունը։ Չգիտեմ ինչ են նախանձում, չեմ կարող հասկանամ ինչի է մարդկանց մեջ այդ նախանձությունը ու այդ մրցակցությունը։ Ու մենակ կասեմ, որ Կալիֆոռնիայում է, ես շատ շտատեն եմ եղել, բայց այնտեղ հայերը լրիվ ուրիշ ձև են իրար հետ։ Այդ ձեր ասած միասին են, համախմբված են, ուրիշ նահանգներ են, բայց այդտեղ, չգիտեմ, երևի շատ ենք, չգիտեմ, Հայաստանի տարբեր տեղերից են գալի, աշխարհի տարբեր տեղերից են ստեղ գալի,
ու մի տեսակ այդ մրցակցությունն էլ էս LA-ում շատ է, էլի, չգիտեմ, luxury life, չգիտեմ, այտենց բաները, այդտեղ մի տեսակ ավելի շատ է, բրենդամոլությունը շատ։ Չգիտեմ, այդ բանն է շատ, դրա համար մարդիկ իրար հետ մրցակցում են, թե ով ինչ մեքենա է քշում, ով որտեղից է առևտուր անում, ով որ ռեստորանն է գնում, ինչա պատվիրում, այդ ամեն ինչը նկարում, գցում են մեջը, ու չգիտեմ, երևի իրանց ինքնագնահատականը բարձրացել է, բայց շատ մարդիկ էլ կան, որ կյանքում ոչ մի բան չեն տեսել, շատ վատ են ապրել, եկել են ստե, մի քիչ փող են, գումար են աշխատել, բախները բերել է, բայց մնացել են մեկը չտես։ Ես իրանց ասում եմ չտես հայր, որտեվ շատ կան։ Արսեն, եկել ես 17 տարի առաջ, չէ՞։ 17 տարի առաջ։ Հիմա շատ ակտուալ է այս թեման։ Ուզում եմ անընդհատ խոսանք այս թեմայի մասին։ Ինձ դուր չի գալիս այդ թեման, որ հայերին բաժանում են ինչ որ բաների։ Շատ ակտուալ է հին հայեր, նոր հայեր։ Հին հայերը չեն սիրում նոր հայերին, նոր հայերը չեն սիրում հին հայերին։ Այդ 17 տարի առաջ որ եկել ես, այդ թեմային էլի առնչվել ես, կար այդ երևույթը այստեղ էլի։ Այն ժամանակ շատ քիչ էր, ճիշտն ասած, Բայց կար։ Կար, բայց շատ քիչ։ Հա, այն ժամանակ կար պարսկա հայեր, մեկ է հայաստանցիները, այտենց հայաստանցի նորեկացին եկած շատ քիչ էր այտենց բաները ընդհանրապես խոսվում, բայց հիմա շատացել է։ Հիմա արդեն ավելացել է հին, նոր, 3 տարվա, 7 տարվա, 20 տարվա արդեն սենց շատ է խոսացվում եւ պլյուս պարսկա հայ, չգիտեմ, բերութա հայ, նրան չի սիրում, նրան չի սիրում։ Ներոս տենց մի հատ երգել ես գրել եմ AI-ով, որտեղ այդ երգի մեջ ոնց որ ասում եմ մարկանց, որ կապ չունի որտեղից ենք եկել այստեղ, ամենակարևորը համախմբված լինենք։ Հենց այդ երգի միջոցով փորձել եմ, որ ժողովրդին այդ ոնց որ այդ տվյալ բանը տալ իրանց, որ ընդհանրապես կապ չունի, ով որտեղից է եկել, հայը մնում է հայ։ Լավ, քո կարծիքը, ինչի իրար չեն սիրում հին ու նոր հայերը։ Ինչ դա Որովհետև մենտալիտետից դե տարբերություն կա, բախում կա։ Այսինքն, չեմ նոր եկածը տենց փողոցում կանգնած, սեմշկեն սենց չրթում, շպրտում այս կոմենկոմ, այն հինը, օրինակ տենում ասում ես ինչ անքաղաքավարի բաներ անում, սկսում են տենց փուճուր բաները չսիրել։ Մինչև նրանք մի քանի տարի անցնում են, դառնում են հին, մի քիչ մենտալիտետը փոխվում է, գալի հավասարվում են արդեն հների շարքին թազա նորից նորը գալիս է, նորից ինչ որ տենց, ոնց ասեմ, չոբանավարի բաներ են անում շատ, դրա համար հները նորերին չեն սիրում։ Այսինքն մարդ կա, օրինակ համար 20 տարի ստեղ է, ինքը մի հատ օրինակ վերցնենք մարքեթում աշխատում է, ինքը 20 տարի այդ մարքեթում աշխատում է, ու տենում է նոր եկած ինչ որ եկավ, սենց երանդը մեջը բան ու առաջա գնում բան, իրա մտքով մենակ ասում է գնաց գողացավ, այս արեց անած, բայց ոչ բոլորն են գողանում, հա։ Իհարկե։ Մարդիկա իրանց քրտինքով աշխատում են, ստացվում է։ Կարող է մի տարվա մեջ այդ մարդը դառնա միլիոնատեր, բայց օրինակ մենք ստեղ լինենք 30 տարի ու մեր մոտ չստացվի օրինակ յանը։ Այդ չստացվելու խանդը, այդ ամեն ինչը ցույց են տալի մարդիկ կոմենտների միջոցով, որ սկսում են գրել ոնց եղավ, չգիտեմ դու հասարասրան նրան, բայց նորմալ է, դա նորմալ է, որ մարդ կարա գա 5 ամսում էլ ինչ-որ մի բան, փողոցը մի բան բացի ու հերթի տակ սկսի աշխատել ու ինքը 6 ամսից դառնա միլիոնատեր, ամիս աշխատի $100,000 օրինակ, օգուտ։ Ու դրա վրա պետք է ուղղակի ուրախանալ, որ քո հայը եկել է, ինչ-որ բաների է հասել, բայց մենք այնց ենք ստեղծված երևի, որ sense նախանձում ենք, էլի, խի եկավ, խի լավ ավտո քշեց, խի լավ հագնվեց, խի լավ տեղեր է գնում, մենք չենք գնում։ Բայց ասեմ 90%-ն էլ այդ լավ մեքենա, լավ տուն, չգիտեմ, տեղ գնալ, բան, դա էլ շատ fake է լինում եւ ուզում եմ դիմեմ բոլորին, որ ինչ որ նայում եք, տեսնում եք մարդիկ կլինեն հայ, ռուս, ամերիկացի կապ չունի, որ ինչ որ բաներ են գցում Instagram, դա 90%-ը սուտ է։ Իրանց ստորիները տևում է ընդամենը մի րոպե, հա 4 հատ ստորիան են 15 վայրկյանանոց, մի րոպե իրանց կյանքից ցույց են տալի այն, ինչ ուզում եք դուք տեսնեք։ Բայց դա իրականությանը չի համապատասխանում։ Ինչը ձեր մոտ նախանց կառաջացնի։ Չէ, Արսեն, ես միևնույնն է կարծում եմ, դու պետք է ոդկաստ վարես։ Վարի այդ ոդկաստը ու այդտեղ քննարկի այդ հարցերը։ Միգուցե այտենց կարողանանք մենք օգնել, որպեսզի մեր մեջից այդ թերությունները դուրս գա։ Ախր դրանք այնքան արագ կարող են դուրս գալ։ Ես միշտ հիանում եմ մեր այն տեսակով, որ երբ որ մի բան ա լինում, ոնց ենք մի բռունցքի պես հավաքվում։
Ոնց ենք իրար գլուխ հավաքում, իրար մեջքի կանգնում ենք, մեկս մեկի համար հոգի կտանք, կյանք կտանք։ Ես այդ հայի տեսակն եմ ուզում շատ լինի։ Ոչ թե նախանց, քո նշած նախանց հայի տեսակը։ Բնականաբար մենք չենք կարա դա 100%-ով վերացնել, բայց արի դու ոդկասթը վարի ու սկսի օգնել հայերին, որպեսզի այդ նախանձը վերանա։ Այդ ընտանիքից է պետք է լինի, պետք է արդեն ընտանիքում մի քիչ այտենց մեծանան երեխաները, որ մեծանան արդեն այդ նախանձությունը չլինի իրանց մեջ։ Այդ փոքրուց է պետք է հանվի։ Հա մեծերին ինչքան էլ ասես, իրանց մեջ արդեն ձևավորված է։ Դժվար է, պետք է փոքրերից, իսկն փոքր երեխա որ կա, ընտանիքից դաստիարակվի, հետո դպրոց, հետո ընկերություն, որ այդ նախանձությունը այդ հիմքից կարողանաս փոքել։ Ոչ հիմա մենք ինչքան էլ ասենք, մեկը վատ կոմենտներ են գրելու, ավելի տենց նախանձ։ Հա։ Ոչինչ, ես չեմ նեղանում, Արսենն էլ չի նեղանում ու մենք չենք վախենում արտահայտել մեր կարծիքը։ Ես շատ ուրախ եմ, որ քո հետ զրուցեցի այսօր, որովհետև դու այն հազվագյուտ մարդկանցից ես, որ չես վախենում արտահայտել քո կարծիքը։ Հայերի եւ առավելությունների մասին խոսեցիր, եւ բացասական կողմերի մասին խոսեցիր։ Դու ընդունում ես քո ազգին այնպեսին, ինչպեսին կա։ Նույնիսկ այդ նախանց հայի համար, ես էլ դու էլ, եթե պետք լինի, կգնանք իր մեջքին կկանգնենք, եթե տեղը գա։ Ես ուզում եմ մենք լավ լինենք։ Ես ուզում եմ մենք համախմբված լինենք։ Ես ուզում եմ մենք իրար շատ սիրենք։ Այդ սիրել բառը շատ հասարակ է դարել հիմա։ Տենց ասում են, ես քեզ սիրում եմ, մեկը մյուսին անընդհատ տենց ինչ-որ կրկնում է, ես քեզ սիրում եմ, կոմենտներում կարող ես տեսնել։ Ես քեզ սիրում եմ, ես քեզ սիրում եմ։ Ես չեմ ուզում, ես ուզում եմ այդ բառի իմաստը մենք հասկանանք։ Ու սիրենք, իսկապես սիրենք իրար։ Ես քեզնից շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար։ Ինչ շատ հաճելի էր քեզ հետ զրուցելը։ Շատ մեծ հաճույք ստացա։ Դու քո ոդկասթի մասին չմոռանաս։ Ես քեզ այդ միտքը տվել եմ, հաստատ կաշխատի, որովհետև քո աուդիտորիան սովոր է քեզ լսել, քո կարծիքը իրանց համար կարևոր է ու միգուցե դու այդ պլաշատկան, այսպես ասած, օգտագործես, որտեղ կարողանաս բարձրաձայնել այն խնդիրները, որոնց մասին շատերը լռում են, բայց դու խոսում ես։ Ես ու դու այսօր մի երկու խնդրի մասին խոսեցինք։ Շնորհակալ եմ քեզնից հրաշալի զրույցի համար ու այն ժամանակը, որ տրամադրեցիր մեզ։ Գնանք բլիցին։ Գնացինք։ Facebook թե Instagram։ Instagram։ Սուրճ թե թեյ։ Ոչ են։ Առավոտ թե երեկո։ Երեկո։ LA-ում ամենասիրածդ քաղաքը։ Անահեն։ Իսկ Միացյալ Նահանգներում ամենասիրած տեղը։ Կալիֆոռնիա։ Լոս Անջելես։ Բնականաբար։ Ափսոսում եմ, որ չեմ ափսոսում։ Ոչինչի համար չես ափսոսում։ Նյարդայնանում եմ երբ։ Չեմ նյարդայնանում։ Չեմ կարող Շատ լավ է։ Սիրում եմ երբ։ Երբ լավ են վերաբերվում։ Երջանիկ եմ երբ։ Երբ որ երջանկացնում են։ Եվ նկարագրիր հային մի բառով։ Վերջնա։ Արսեն, նորից շնորհակալ եմ քեզ։ Քեզ էլ շնորհակալ։ Հրաշալի զրույցի համար։ Ես կարծում եմ ինձ ու քեզ կոմենտներում լավ քննադատելու են, բայց մենք պատրաստ ենք դրան։ Ես լրիվ հանգիստ եմ Վատ նայում։ կոմենտ գրողներ չի լինի, որտեղ Դե հայերին վերաբերվող թեմայի հետ իմ ու քո հետ ոչ բոլորը համաձայն կլինեն մեր կարծիքների հետ, բայց մենք պատրաստ ենք, ես ու դու պատրաստ ենք, չէ՞։ այո, պատրաստ եմ բլոկելու։ Ստեսություն։ Գարիկի մոտ հանգստյան գոտին Palm Springs-ում ձեր վստահելի հանգստավայրն է։ Գարիկի մոտ առաջարկում ենք հարմարավետ տներ եւ անզուգական մթնոլորտ։ Վայելեք անհոգ հանգիստ միայն Գարիկի մոտ։ The community.